Բարև ընկերներ, այսօրվա թողարկումը մի փոքր տարբերվելու է նախորդ թողարկումներից, խնդրում եմ հավանել, տարածել և չհայհոյել տեսանյութի մեկնաբանություններում։ Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ շուրջ մեկ ամսյա մեր համատեղ պայքարի արդյունքում ահագին խառնաշփոթ ենք ստեղծել թե ընդդիմադիր և թե իշխանական շրջանակներում։ Մեր հանրության որոշ հատված ունի լուրջ մտահոգություն, թե ում եմ ես սատարում։ Ընկերներ, հրապարակային հայտարարում եմ, որ ներկա նախկին ռեժիմներից որևէ մեկին չեմ սատարում և չեմ սատարելու։ Չեմ սատարելու նաև Ռուսաստանից ուղղորդված որևէ քաղաքական ուժի։ Իմ նպատակը հանրությանը իրազեկելն է երկրում տեղի ունեցող թալանի և մյուս ապօրինությունների մասին։ Ընկերներ, որոշները պահանջում են, որ ես խոսեմ առանց դիմակ, մեղադրում կեղծիք տարածելու մեջ, սակայն երբ հարց եմ ուղղում, միանգամից չքվում են, կարծես իրենց համար տեսանյութում հնչող տեղեկատվությունը կարևոր չէ, այլ այն, թե ով է դրա մասին բարձրաձայնում։ ՔՊԱ-ական մեկը մեկնաբանությունում դատարանով է վախացնում, թե բա օրենքի առաջ պատասխան ես տալու։ Հարգելի ՔՊԱ-ականներ, բա ասում եք երկրում ազատ խոսք կա, մարդկանց չեն ահաբեկում, չեն վնասում։ Բա ինչի եք թույլ տալիս, որ որոշ չկայացածներ նման պահվածք դրսևորեն։ Դուք չեք հասկանում, որ ես տիրապետում եմ ձեր բոլոր հնարավոր քայլերին, և իմ բոլոր քայլերը օրենքի շրջանակներում են։ Եթե ձեր մեջ կան իրավունքից հասկացողներ, ապա մի հատ օնլայն սեմինար արեք և մյուսներին բացատրեք, որ պետք չէ գնալ առճակատման մեկի հետ, ով ձեզանից մեկ քայլ առաջ է։ Ես, ինչպես և դուք, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ունեմ իրավունք բարձրաձայնելու ինձ մտահոգող ցանկացած հարցի վերաբերյալ, սակայն չունեմ որևէ իրավունք մտնելու անձերի անձնական տիրույթ, չունեմ բարոյական իրավունք մարդկանց վիրավորելու և հայհոյելու։ Հայհոյանքով արդեն 8 տարի երկիրը գնում է կործանման, իրար են հայհոյում աղջիկները և կանայք, դրանից շահում են նրանք, ովքեր փորձում են կործանել հային։ Հիմա որոշները կասեն, թե ես սովետի տրամաբանության մեջ եմ խոսում։ Ոչ ընկերներ, ես խոսում եմ հայի արժեհամակարգի մասին։ Դարեր շարունակ հայ է մնացել որպես ազգ հենց իր արժեհամակարգի շնորհիվ։ Նիկոլի աջակիցները հայհոյում են Սամվելի աջակիցներին, Սամվելի աջակիցները Նիկոլի աջակիցներին, Քոչարյանի աջակիցները բոլորին։ Ու ինչ ենք շահում մենք։ Մի բան՝ ատելություն մեր իսկ ժողովրդի նկատմամբ։ Իշխանական լրատվամիջոցները հայհոյում են ընդդիմադիրներին, ընդդիմադիր լրատվամիջոցները իշխանությանը։ Ինչ ենք կորցնում մենք։ Իհարկե, ճշմարիտ տեղեկատվություն ստանալը։ 38 տարի շարունակ երկիրը թալանել են, բոլոր կարևոր նշանակության օբյեկտները վաճառել, եկեղեցին սարքել սեփական քաղաքական շահերի սպասարկման թատերաբեմ, իշխանությունը հարձակվում է, ընդդիմությունը պաշտպանում։ Եկեղեցին մենք բոլորս ենք, հավատավոր ժողովուրդը, ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ էլ ընդդիմությունը և քահանան։ 38 տարի շարունակ մեզ կերակրել են ստով, կեղծիքով, իսկ մենք հլու հնազանդ մեր գոյություն ենք քարշ տվել, լռելով, օրվա հացի խնդիր լուծելով, ասել ենք լավ, սուս մնանք, հանկարծ մեր երեխան սոված չմնա։ Բայց չէ ընկերներ, եթե ցանկանում ենք շարունակվի նույն կենսակերպը, ապա պետք է կրկին լռել, իսկ եթե ուզում ենք ապրել իրական երջանիկ կյանքով, ապա մեկ անգամ պետք է մաքրել ու սրբել երկիրը փոշուց և կեղտից։ Այո, ես դեմ եմ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին, բայց դա չի նշանակում, որ ընդդիմության կողմից ցանկացած անօրինական գործողության կողմ եմ։ Եթե ընտրությունների կեղծմանը տարվող որևէ քայլ լինի, ապա չեմ լռելու, եթե անգամ ինձ մեղադրեն Նիկոլ Փաշինյանին ծառայելու մեջ։ Ընկերներ, մեր բոլորի նպատակը ոչ թե վատին հանել վատթարագույնով փոխարինել, այլ երկիրը մաքրել բոլոր վատերից։ Շատ չծավալվեմ, ես որոշել եմ օգտվել Նիկոլ Փաշինյանի խորհրդից, անել հեղափոխություն, իրական հեղափոխություն, եթե ցանկանում եք, ունենալ իրական ժողովրդի իշխանություն։ Եթե ցանկանում եք, որ բոլոր թալանչիները պատասխան տան օրենքի առաջ, ապա այս հարթակը հենց ձերն է։ Միացեք և միասին եկեք կերտենք մեր երազած Հայաստանը։ Ընկերներ, վաղը կրկին վերադառնալու եմ Արարատի մարզին։ Միասին փորձենք ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի սկսեն աշխատել։ Հարգանքներով, ձեր Հայը։